Ողջույն, ես Անժելան եմ ու եկեք այսօր ցույց տամ, թե 3 ամսականից բարձր բալիկների հետ զարգացնող ինչ խաղերով զբաղվեք տանը։ Իմիջիայլոց չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, քանի որ այստեղ կտեսնեք ինֆորմատիվ լիքը վիդեոներ տարիքային տարբեր խմբերի բալիկների համար։ Սկսեցինք Միշուկ։ Եկեք հերթով ցույց տամ խաղալիքը ու ասեմ կոնկրետ ինչի զարգացմանն է նպաստում այն։ Ցույց եմ տալիս մոտորիկան զարգացնող այս չգիտեմ սրանք ինչիկներ են կոչվում։ Այս քարտերը ունեն տարբեր մակերևույթներ ու երեխան ոտքերով կամ ձեռքերով սկսում է շոշափել սրանք։ Սրա հետ կապված է լիքը բաներ կարելի է խաղալ, օրինակ սկզբում, քանի դեռ փոքր է, ուղղակի կարող է շոշափել այս տարբեր մակերևույթներն ու զգալ իր մատիկներով ու ինչի՞ չէ նաև տոտիկներով։ Սրա կարելի է սովորեցնել կենդանիներին, այստեղ տեսնում եք ընձուղտա, ձուկի կա, նապաստա կա եւ այլն եւ այլն, կարելի է սովորեցնել նաև գույները։ Նմանատիպ խաղերը նպաստում են զգայական համակարգի հասունացմանը։ Ամեն անգամ տարբեր մակերևույթներին հպվելիս մաշկի ռեցեպտորները փոխանցում են տվյալները ուղեղին ու անընդհատ այս գործողությունները կրկնելիս արդեն հստակ ձևավորվում է սենսորիկան։ Թե ձեռքերի, թե ոտքերի համար կարող եք նմանատիպ շարժումներն անել 20-ից 30 վայրկյան։ Նաև անպայման պարկասնում եք փորի վրա ու թողնում եք, որ ինքնուրույն ուսումնասիրի ձեռք տա, տանի բերանը բոլոր քարտերը։ Այդ ընթացքում մի հատ սուրճ կհասցնեք խմել։ Ունջոտ եկավ, օպ։ Թեթև հեշտ բռնվող խաղալիքները մանր մոտորիկայի զարգացմանն են նպաստում։ Տարբեր առարկաներ բռնելով երեխայի ուղեղը սովորում է ճիշտ կարգավորել ու կառավարել ձեռքերի ուժը։ Փոխանցենք թաթիկից թաթիկ։ Խաղալիքները ձեռքից ձեռք փոխանցելու շնորհիվ ուղեղի երկու կիսագնդերի միջև ձևավորվում է կապ։ Երբ առարկան անցնում է աջ ձեռքից ձախ ու հակառակը, ակտիվանում են ուղեղի երկու կիսագնդերը ու նրանց միջև ստեղծվում են նեյրոկապեր։ Ոզնի հատիկները, փշիկները հերթով հանում ենք ու տեղն ենք դնում։ Դրանով արդեն իսկ զարգացնում ենք իր սենսորիկան ու կոորդինացիան։ Ինքը արդեն սովորում է քաշել, որ քաշելով կարելի է վերցնել։ Իմիջիայլոց սրա հետ կապված լիքը ուրիշ խաղեր կարելի է խաղալ, ընթացքում դրանք ցույց կտամ հաջորդ վիդեոներում։ Այս խաղի դեպքում արդեն սկսվում է տեսողական շարժողական կոորդինացիան, այսինքն աչք ձեռք կապա ձևավորվում։ Այս ամենը նպաստում է նաև մկանային վերահսկման, այսինքն քաշելու համար աշխատում են ուսերը, նախաբազուկը, ափը, ու սա ուժեղացնում է վերին մարմնի մկանային վերահսկումը։ Այս փափուկ գրքերը երեխաները շատ են սիրում, որովհետև իրենք հիմնականում մենակ թերթերից չեն բաղկացած, այլ ինչ-որ ձայներ են հանում ու գունավոր են։ Դրանք եւս շատ սիրելի են, հարմարաշատ մանկասայլակում օգտագործելու համար օրորոցի մեջ եւ այլն։ Այստեղ արդեն առաջ է գալիս պատճառ, հետևանք մտածողությունը։ Կամաց երեխան սկսում է հասկանալ, որ ամեն անգամ երբ ինքը սեղմում է էջերը, այդ ամեն ինչից գալիս է ձայն։ Այսինքն ուղեղը ստեղծում է գործողություն, արդյունք, կապը, իսկ սա ճանաչողական զարգացման ամենասկզբնական փուլերից է։ Աղջկաս ֆավորիտներից է նաև սա հեշտ պտտվում է, ինքը մատիկներով անընդհատ իրեն խփում է, ամրացնում ենք ընդամենը ինչ-որ մի հատվածում ու ինքը հեշտ սկսում է խաղալ սրանով։ Իմիջիայլոց սրանցով շատ լավ են զբաղվում մեքենայի մեջ։ Ամրացնում եք այս հատվածից ընդամենը դիմացի նստատեղին ու ինքը անընդհատ ձեռքերով սկսում է շարժել իրան ու զբաղվում է ողջ ճանապարհին։ Նմանատիպ պտտվող շարժվող խաղալիքները հիմնականում դասվում են երկրորդ կարգի խաղալիքներին, որովհետև չեն նպաստում մոտորիկայի զարգացմանը այս տարիքում։ Խաղալիքների պտտվող շարժումը շատ հեշտ է գրավում մանկական ուղեղը, քանի որ շարժվող օբյեկտները տեսողական համակարգի համար առաջնահերթ են։ Բայց այս խաղալիքը ունենում է պարզագույն գործողություն, արդյունք, կապը։ Ու երեխան սկսում է հասկանալ, որ միայն ձեռքով հպվելու դեպքում է խաղալիքը սկսում շարժվել։ Անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին, քանի որ մաս 2-ում ցույց եմ տալու ավելի օգտակար խաղեր, ինչպես նաև սենսորային արկղի հետ խաղերը։